Հիսուս գիտեր այդ կինովը, ջուր ուզեց այդ կնոջից։ Քանզի իր աշակերտները քաղաք գնացերին, որպեսզի ուտուլի կառնեն։ Անդերն սամարացի կինը ասում, դուն հրյա ես, ինչպես կուզես ջուր խմելից մե, Սամարայի կնոջ մեր, հանձ հրյաները Սամարացու հետ հաղորդություն չեն ուներ։ Ասում ասի դու հրյա մարդ ես, Սամարացի հետ ինչ գործ ունես։ Հիսուս պատասխան տվավ սավնա, եթե դու գիտնայիր Աստծո պարգևը, թե ով է անոր քեզի կսե ինձ ջուր տուր խմելու, դու անկե պիտի ուզեիր ինքը քեզ կենթանի ջուր պիտի տար։ Գիտնայիր Աստծո պարգևը։ Շատ կարևոր է Աստծո պարգևը հասկանալ։ Ով այդ պարգևը։ Ինչ պարգև է տվել Աստված երկրագնդին իր որդի Հիսուսին։ Գիտնայիր։ Ուրեմն այդ Աստծո պարգևին սերը ճանաչել է պետք։ Ես խորը համոզված եմ, ով որ Աստծո սերը չի ճանաչում, նա Աստծուն չի կարա սիրի։ Աստծո սերը ճանաչել է պետք։ Հիմա ես ջուրը խմելով ենք մենք սերը ճանաչելու։ Հիմա դրա համար ես մի հատ համար եմ ուզում կարդամ Հովանի թղթից, տեսեք ինչ հզոր համար է։ Ինչ հզոր համար է։ Առաջի Հովանես 4:16-ը։ Եվ մենք ճանչցանք, հավատացինք այն սերը, որ Աստված մեր վրա ունի, Աստված սերը, եւ ան որ սիրո մեջ կբնակի, Աստծո մեջ կբնակի եւ Աստված անոր մեջ։ Աստված սերը։ Հովանի 4:16-ը։ Աստված սերը։ Էսի որ ուզենաս գաղափարով հասկանալ, չես հասկանա։ Էսի շատ լուրջ խնդիր է։ Մենք սիրուց պիտի պաշտենք իրան, ոչ թե դժոխքի վախից։ Սերը պիտի մեզ ձուլի իր հետ։ Նա այնպիսի անձա, մինչև հիմա ոչ մի մարդի չի առհամարել, ոչ մի մարդ էլ չի նեղացրել, չի տրտմեցրել։ Եթե խոսենք մեկի հետո, այս ջուրը մի հատ փորձենք խմել սովորենք, հետո այն հարցին կանգնադառնանք։ Կինը Սավանոր, Տեր, դու ջրհանալ չունիս, այս հորը խորունգ է, ուրեմն ուրկե պիտի ունաս այն կենթանի ջուրը։ Միթե դու մեր Հակոբի հորմեն ավելի մեծ մնես, որ այս հորը մեզի տվավ, ասկե խմեց ինքը իր որդիները յանասուները։ Պատասխան տվավ Հիսուսը, ամեն ով որ ջուրից խմի, նորեն պիտի ծարավի, բայց որ խմի այն ջուրը, որ ես անոր պիտի տամ, հավիտյան պիտի չծարավի։ Հապա այն ջուրը, որ ես անոր պիտի տամ, պիտի լա անոր ներսիդին, ջուրի աղբյուրը, որ հավիտենական կյանքի համար կբխե։ Ուրեմն կյանքի ջրի աղբյուրը Սուրբ Հոգին տվել է մեզ, որ կյանքի աղբյուրը։ Մենք այդ աղբյուրից միշտ խմենք, որպեսզի ինչ չխմենք։ Տեսենք կանգնում է Հիսուս այդ խոսքի վրա։ Կինը Սավանոր, Տեր, դու ինձ այդ ջուրը չծարավիմ, հոր չգամ ջուր հանելու։ Հիսուս Սավանոր, գնա քո այրդ կանչե, հոս եկուր։ Կինը պատասխան տալով ասավ, ես այր չունեմ, Հիսուս Սավանոր, աղեք սրտի այր չունեմ, վանզի դու 5 այր ունեցել ես, ան որ հիմա ունիս, քո այրը չէ, ատիկա շիտակ զրուցեցիր։ Կինը Սավանոր, Տերը տեսնեմ, որ դու մարգարե մնես։ Նա խմում էր պիղծ ջրերը, հին մարդի պիղծ ջրերից էր խմում։ Եվ նրանով անդադ ամուսինները փոխում էր։ Այդ ջուրը խմում էր, բայց չէր դադարում բղծությունը չխմելուց։ Այսօր եթե ես ու դու հին մարդի սարքած ջրերը խմում ենք, մենք ինչ մարդ ենք։ Հարց եմ տալիս ես։ Ինչ մարդ ենք։ Մենք հավատացել ենք թե անհավատ։ Անհավատ ենք։ Հիսուս մատը դրեց այդ ջրի վրա, որ խմում էր ինքը։ Որպես այդ ջրից հրաժարվեց կինը։ Հիմա Հիսուս մատը դնում է այդ ջրի վրա, որ ես ու դու խմում ենք։ Հավատացյալ նշանակում է այն, որ Հիսուս փչացրել է այն հին մարդի ջրերը, մի կապլիչ պիտի խմենք։ Բերեմ օրինակ Սուրբ գրքից, որ խմողներ ինչ են լինում։ Նույնիսկ Աստծո սրտի համեմատ մարդը, Դավիթը։
Նա խմեց այդ ջրից։ Երբ որ Սավուղ հալածում էր իրան, ինքը ինչ էր ասում։ Ում հետևես ինգեր լույի միած սատկած շան։ Սատկած շունը հետո դառնա նեխած շուն։ Պետք է հասկանար Դավիթը, որ նեխած շուն է ինքը։ Եգուս թագավորը բայց էլ նեխած շուն է։ Ինքը չհասկացավ էդի։ 40,000 զորք վերջում հաղթեց, 700 կարգ նստավ տուն, հին մարդի ջրից խմեց, առևանգեց են մարդի կնոջը, որ աղբերներից 1000 գլուխ լավ մարդ էր, որտեղ ամբողջ դժվարության մեջ եղել էր Հուդան իր հետ, Հուրյան իր հետ։ Սպանեց այդ մարդին և մտքով էլ չանցեց կեշպանանում։ Սրտի համեմատ մարդը տեսակ ինչ օրի հասավ։ Եթե նա խմելա, ես ու դու ով ենք։ Մենք խմում, հարբում ենք, չենք էլ հասկանում ինչ ենք անում։ Մենք այդքան պիղծ մարդ ենք։ Եթե խմում ենք այդ ջուրը, մենք դառնում ենք Աստծո թշնամի, Աստծուն անարգող մարդ, Աստծո խոսքը մերժող մարդ, Աստծուն արամարող մարդ, Քրիստոսի արամարող մարդ, նա խաչ արամարող մարդ։ Ես այդպիսին եմ տեսնում ինձ։ Եղբայրներ քույրեր, մենք չենք եկել խաղանենք հավատքի հետ։ Մեկի չնես, մեկի չնենց։ Կամ պետք է լրիվ ուրանամ ինձ, խաչը վերցնեմ, ամեն օր գնամ Հիսուսի հետևից։ Ես իմ կյանքում զգացել եմ, որ ամեն օր չեմ ուրացել իմ անձը, ամեն օր չեմ ողբացել Հիսուսի ոտերի մոտ, ամեն օր արցունք չեմ թափել Հիսուսի ոտերի մոտ, ես այդ օրը վրիպումներ եմ թույլ տվել։ Չեմ կարա թույլ չտամ։ Պետք է խաչվես, որ այդ ջրից չխմես։ Պետք է խաչվես, որ այդ ջուրը քեզ չխմեսնի։ Դրա համար 4 ավետարանում էլ գրված է այդ հարցը։ Ես մի ավետարանից կարդացի։ Ես համարները կասեմ, դուք ուտունը կգրեք, կկարդաք։ Մատթեոսի 16:24-ից 26-ը, Մարկոսի 8:34-ից 36-ը, Մատթեոս 16:24-ից 26-ը, Մարկոս 8:34-36։ Եվ ժողովրդի իր աշակերտների հետ մեկտեղ իրեն կանչելով Սավանոս, ով կուզեմ ետևես գալ, թող իր անձուրանա, իր խաչը վերցնեմ ետևես գալ, վանզի ով որ կուզե իր անձը ապրեսնել, պիտի կորցնե զանիկա, ով որ ինձի ավետարանի համար իր անձը կորցնե, պիտի գտնե զանիկա, պիտի ապրեսնե զանիկա։ Ղուկասի ավետարանում կարդում ենք 9-րդ գլուխ, Ղուկասի 9-րդ գլուխ, 23-25 համարները, Ղուկասի 9-րդ, եւ ամենուր կսե, եթե մեկը կուզեմ ետևես գալ, թող իր անձ ուրանա, ամեն օր խաչը վերցնեմ ետևես գա, վանզի ով կուզե իր անձը ապրեսնել, պիտի կորցնե զանիկա, ով որ ինձի համար իր անձը կորցնե, պիտի ապրեսնե զանիկա։ Վանզի ինչ կշահի մարդը, եթե բոլոր աշխարհը վաստակ իր անձը կորցնե կամ վնասենե։ Ինչ կշահի մարդը։ Եղբայրներ քույրեր, մենք հոգևոր մարդիկս մեր անձը պետք է արժեք չտանք։ Հոբ այդքան տառապես մի բանի համար, որ իր անձ առհամարեր հողի մոխրած զղջար։ Առհամարես քո անձը։ Այնպես առհամարես, որ ուշի առհամարանքը վրեջ չազդի։ Բայց պատահում ես մի հատ խոսք են ասում, սրտներս տրակում արդեն։ Հավատացյալը ամեն օր հարմեր ասում, եւ ինչ ասում վերջում։ Քո թակավորությունը գա։ Քո կամքը լինի, քո զորությունը լինի։ Բիրա թակավորությունը ի՞նչ է։ Արդարություն,
խաղություն, խնդություն Սուրբ Հոգով։ Լավ 10 տարի չկավ, 20 տարի չեղավ, 40 տարի ինչի չեղավ։ Ես այնքան հավատացյալներ գիտեմ, 30 տարի աղոթում են, թագավորություն չկա իրանց մեջ։ 40 տարի աղոթում են, չկա իրանց մեջ։ 50 տարի աղոթում են, չկա իրանց մեջ։ Եբ դինի։ Մեռնելուց հետո այդ հեքիաթը գրել, որ դու ստեղ նա չի ապրում քո մեջ չի ապրում, դու համաձայն չես նա ապրի քո մեջ։ Նա չի ապրում քո մեջ, բայց հավատում ես հավիտյան ապտի ապրի քո հետ։ Այդ հեքիաթով է պատմեք ես։ Եթե նա ստեղ դու մի 70 տարի էդի հավիտենության մեջ մի ակնթարթ էլ չարժի։ Այդ մի ակնթարթը չես ուզում ինքը ապրի քո մեջ, դու խաչվես։ Չես ուզում, արցում չես թափում սրա համար։ Չես ողբում սրա համար։ Այդ ոնց ես հավատում, որ հավիտյան ապտի ապրի քո հետ։ Այդ հավատքով է տվեք ես, այդ ստից հավատքումն է պետք։ Եթե դու 70 տարի քեզ դզես, փչես, սնենց անես, որպիսի սիրուն երևաս, եսի ինչ երևաս, փառավոր երևաս, եսի ինչերի հետևես ընկել։ Մենք եկել ենք մեր անձը ուրանալու, որպիսի մեր անձը չապրի հին մարդի ջրով, այլ ապրի կյանքի ջրով։ Եվ Հիսուս ամբողջ իր պատմության մեջ շատ քարոզներ արել, բայց այս մի քարոզը շատ հետաքրքիր է գրած։ Տոնի վերջի մեծ օրը Հիսուս կաներ էր աղաղակում էր։ Հիսուս աղաղակում էր, որ մարդիկ լսեն, մարդիկ ճանաչեն, ու կսեր, եթե մեկը ծարավ է, թող ինձի գա ու խմե, անոր ինձի հավատա ինչպես գիրկը կսե, անոր փորից կենթանի ջրի գետեր պիտի բխեն, զաս սավ հոգի համար, որ են հավատացողներ պիտի առնեին, վանսի Սուրբ Հոգին տրված չէր տակավին, քանզը դեռ փառավորված չէր։ Բայց Սուրբ Հոգին կյանքի ջրի աղբյուր է։ Փոխանակ տրտմեսնես նրան, փոխանակ մարեսնես նրան, թողես այդ Սուրբ Հոգին կյանքի գետերը բխեցնի քո մեջ։ Որտեւ դու չես ուզում մեռնես, որ նա ապրի քո մեջ։ Չես ուզում խաչվես, որ Հիսուսը ապրի քո մեջ։ Պողոս Առաքյալը երբ հասկացավ այս բոլորը, հետաքրքիր է երբ հասկացավ։ Ուշադիր լսեք։ Ես կարևոր բան եմ բացատրելու։ Երբ հասկացավ Պողոս այս մասին, ուշադիր լսեք ինչ ա գրած։ Պողոսի օրինակը շատ հետաքրքիր է։ Երբ հասկացավ Պողոսը, որ կյանքի ջուր է պետք իրան։ Պողոսը մի օր ասեց, ինչ խղճալի մարդ եմ ես, ով զիսկ ազատես մահացու մարմնից, մահ տեսավ իրա մեջ, դրա համար կյանքի ջուրը շատ թանկ երևաց իր համար։ Բայց մահը ոնց են տենում, լնայեք ինչ ա գրած գրքի մեջ, սիրելիներ, օրենքը սուրբ է, բայց պատվիրանքը սուրբ, արդար ու բարի։ Ինչի ա գրած սա, ինչ իմաստ ունի, օրենքը սուրբ է, դու գրեր պատվիրանը լա սուրբ վերջանար։ Ինչի ա գրած պատվիրանը, մինակ սուրբ չի, բարի և արդարը։ Այսօր շատերը Հիսուսի Մատթեոս 5-6-7 գլուխ պատվիրանները առհամարած ունեն։ Աստված ասում է թշնամուց սիրի դա է կյանքը։ Այս երեսին խմեմ, իս երես շուր դա է կյանքը։ Քեզ քալացենց ամեն ցնծացի ուրախացի կյանքը դա է։ Մենք այդ խոսքերը չենք ընդունում որպես կյանք։ Այդ պատվիրանները չենք ընդունում։ Ով բացեց Պողոսին, որ ինքը մարմնավոր է։ Պատվիրանը բացեց Պողոսին, որ դու մարմնավոր ես Պողոս։ Ամենամեծ բարությունը քեզի քարոզիչները չեն անում։ Քո եղբայրներ քուրերը չեն անում։ Տիրոջ պատվիրանը անում։ Իսկ այդ պատվիրանը առամարած ունես։ Այդ պատվիրանը պետք է վրա հասնի, որ մեղքը ողջունա։ Այդ պատվիրանը վրա պետք է հասնի, որպեսզի դու հասկանաս մարմնավոր մարդ ես։ Հասկանաս քո մեջ բարի ինչ բարություն արես բանը
պատվիրանը, պատվիրանը բարություն արեց, պատվիրանը բացեց իմ ու քո ներսի մեղքի բնությունը, մենք թշնամի ենք Աստծուն, մարմնավոր մարդը թշնամի Աստծուն, թե բարության մատուցված, գրված է գրքում, մարմնավոր մարդը թշնամի Աստծուն չի կարող Աստծու օրենք հնազանդել, բայց մի բարի էակ ապրի, Քրիստոս ապրի քո մեջ, որ դու կարանաս Աստծո կամքը կատարել, թե չէ դու կատարող չես, ճուղը պետք է պատվաստվի Քրիստոսի վրա, որ պտուղ տա, դու քո եսի փառքի վրա ես պատվաստած, սիրելի եղբայրքուր, եթե ես էլ եմ պատրաստված, ես էլ պտուղ չեմ տա, եղբայրներ քուրեր, բացեց, որ բարություն արես Պողոսին, որ քո մեջ մի գրամ բարի բան չկա, այսօր մարդը մի քիչ գործեր անում, հրաշք անում, բժշկություն անում, բարեգործություն անում, բայց նա այս խոսքերին չի հավատում նա, այս խոսքերը իր համար չի գրված, այս խոսքերը ես խորը խոստովանում եմ և ուզում եմ, որպեսզի դա կատարվի իմ կյանքի մեջ, նայեք ինչ ա գրած, նույնպես դուք բոլոր ձեզի հրամայած բաները ենեք, ասեք թե մենք անպիտան ծառաներ ենք, քանզի այն որ պարտական ենք ենելու երինք։ Աստված հրաման է տալիս, ես հրաշք եմ գործում, լավ քարոզում եմ, բժշկություն նշան եմ անում, մարգարեանում տեսիլք եմ տանում, ես ինչ եմ անում։ Աստված ասում է, ինչ որ հրաման եմ անես, մի մոռացի խոստովանես, որ անպետ մարդ ես։ Եթե երկին գնաս գաս, ուրեմն ավելի մեծ անպետք ես։ Ով մի ամիս ամեն օր խոստովանում, որ անպետք է։ Քանի մարդ կա տենց ստեղ, որ մի ամիս ամեն օր խոստովանի, որ անպետք է։ Վերջը կհասկանա, չէ՞ որ ինձ անպետք է։ Ես քարոզելուց առաջ քարոզել խոստովանում եմ իմ անպետքությունը, որտեղ ես հասկանում եմ, ես գիտակցում եմ, որ անպետք եմ, ես բացի Հիսուսին թշնամություն անելուց, ոչ բան չեմ կարող անի։ Տերենցի երիտասարդ ժամանակ բացեց մի հետաքրքիր տեսիլք, շատ իրական տեսիլք էր, ոնց որ իրական տեսնեի, բազմությունը գոռում ենք խաչեք, բայց մի մարդ այնքան էր ուժեղ գոռում, ասի մոտիկանամ տենամ այդ մարդ, մոտիկա տեսա ես եմ, ատենց սրիկա, ատենց կեղտո, ատենց այլանդակ մարդ, որ ես տեսա այդ ինձ, հայում է Հիսուսին, վերջի խոսքերը, ասմի պիղ սիրտ ունե, սուրբ ես եմ, մեղն ու չագյուշներ իմ ձեռքներ, ես իրան խաչում էի, հայում էի, թքում էի, անարգում էի իրան, բայց իրա ձեռքից, այդ խաչված ձեռքից ձեռք դուս եկավ, իմ գլուխը շոյում էր, և ինձ ինչ էր ասում, քեզ սիրելուց է մեռնում քո տեղը, նա սեր է, նա չի կարող անձի չարություն անի, նա այդչամ սեր է, նա եկել է մորթվել է, որ ինձ քեզ հաշտեցնի Աստծո հետ, հաշտության պաշտոն տա, Պողոսի նման հաշտվենք Աստծո հետ և ուրիշներին աղաչենք, որ հաշտվեն Աստծո հետ, եղբայրներ քույրեր, Աստծո ողորմությունը, շարունակենք այն կնոջ դեպքը, Հիսուս նրան բացատրեց, ճշմարիտ երկրպագությունը որն է, և այդ կին ասեց, բդի մեսյան կա, Հիսուս ասեց այդ մեսյան ես եմ, որ իմացա մեսյան ինքն է, այդ ջուրը խմեց, այդ ամանը շպրտեց և գնաց ժողովրդին քարոզեց, ասեց արեք, մեսյան եմ գտել, այդ ամանը շպրտեց, նշանակում է հրաժարվավ, այդ պիղծ հին մարդի ջրերից, Քրիստոս կյանքի ջուրը խմեց, և այդ կյանքի ջուրը բխեց այս կնոջ մեջ, եղբայրներ քույրեր, եթե չմերժենք այդ պիղծ մարդին, այդ պիղծ հին մարդին, մենք այդ հին մարդը ինչ ունակ չի անելու, մի հատ հարց եմ տալիս ես, հին մարդը ինչ ունակ չի անելու,
Ունակա իր երեխան մորթելու խմելու նրա արունը։ Ունակա սպանելու ամենադաժան ձևով ամենախեղճ մարդին։ Ամեն ինչ ունակ անելու, այդ նույն ունակությունը ես ու դու ունենք, մի մտածի, որ չենք արել, Աստված պահելա չենք արել, բայց չի նշանակում մենք ունակ չենք, ունակ ենք։ Դավիթը երբ հասկացավ, որ ինքը շատ մեղավոր է, եւ բոլոր լքեցին իրան, գլուխը կախեց ու ողբաց, ասեց անուրությունով եմ ծնվել, մեղքով ըղիացել է իմ այրը, ողբաց, հակառակ խոսք չկային վերան ասում է, 38 սաղմոսում, 51 սաղմոսում կարդացեք ընդեր, ես մարդը ողբաց, դառը ողբաց, դառը, ողբաց, որ հրաժարվի հին մարդի կյանքի ջրերից, դրա համար Աստված բացեց իրան, դրա համար նա եկավ հասան վիճակի, 63 սաղմոսում գրում է, հոգիս ծարավա քեզ, մարմինս էլ քեզ է փափագում ով Աստված, ոչ թե Բերսաբեին, մենք պետք է փոխվենք, մենք պետք է խաչվենք միշտ, և ինչքան խորը խաչվենք, ինչքան խորը հասկանանք, այնքան իր սերը կբացվի մեզ, այդ սերը ճանաչող մարդը, Աստծո սերը ճանաչող մարդը, լցվում Աստծո ամեն լիությամբ, ամեն լիությամբ, Տեր եկել աշխարհ, որ մեզ լրիվ ազատի մեղքի կյանքից, լրիվ ազատի թեկիսատ, լրիվ խաչվենք թեկիսատ, Պողոսը դրա համար ինչ էր ասում, Քրիստոսի հետ խաչի ելա ես, նա ոչ թե հին մարդ էր խաչում, իրաներ էր խաչում, անձնական խաչ, փառքի, դիրքի, անձի խաչ, Քրիստոսի հետ խաչ ելա, եւ այլևս ես կենդանի չեմ, եղբայրներ քուրեր ջան, այս խոսքերը որ ասում եմ, 2 տարի արցունք եմ թափել, գիշեր ու ցերեկ, որ պատիրանը վրաս հասավ, մեղքը ողջնցավ, ես զգացի, իմ հին մարդը ճանաչեցի, որ աշխարհի ամենաստոր մարդն եմ ես, առանց Քրիստոսի, ամենադավաճան մարդ եմ ես, ամենասրիկա մարդ եմ ես առանց Քրիստոսի, ես ողջ բարել եմ, Տերը բացեց իմ կույր աչքերը, բացեց, որ ես ազատվեմ ինձանից, եղբայրներ քուրեր, մի հատ աղոթք եմ ուզում սովորացնել ձեզ, այդ աղոթքը շատ կարևոր է, շատ քիչ մարդիկ են այդ աղոթքը սովորում, այդ աղոթքը շատ զորավոր աղոթք է, նայեք ինչ է գրած գրքի մեջ, իհարկե ես խորը համոզված եմ, ովքեր այս աղոթքը կատարեն իրենց կյանքում, նրանք լուրջ մարդ կդառնան, սպասելով սպասում եմ Տիրոջը, ինչու մարդը չի սպասում Տիրոջը, ինչի ռահուսը տրում քարոզիչների վրա, հովիվների վրա, սպասողների վրա, տեսիլ տեսնողների սիմուր վրա, ինչու չի սպասում Տիրոջը, որտև նա խորը համոզված չի, ով է փրկիչը, ով կարա ինձ ազատի մեղքից, ով կարա ինձ ազատի ինձանից, ով կարա, մարդիկ կարան, Պողոս առաքյալը ինք ասում է, ինչ խղճալի մարդ եմ ես, ով կազատի ինձ, և հովիվներին սովորացնում էր, հանձնվեք շնորհած խոսքին, չեր ասում հանձնվեք ձեր քարոզիչներին, ձեր սպասավորներին, հանձնվեք կենդանի Աստծուն, նայա ձեր փրկիչը, նայա ձեր ազատիչը, նայա ձեզ կյանք տվողը, առանց Հիսուսի ոչինչ չեն կարող անել, եթե մի բան կարողանայինք կպարծենայինք, Պողոս առաքյալը հասկանում էր դա, դրա համար սպասելով սպասեց Տիրոջը, և աղաղակեց նա, սպասելով սպասեց Տիրոջը, Տիրոջն է սպասում, Տիրոջ չի սպասում, որ երեխեն բուժվի,
Տիրոջ չի սպասում, որ իրա, չգիտեմ, ինչ հարցերը լուծվի։ Տիրոջ սպասում մի նպատակի համար, որ Հիսուս ապրի իր մեջ։ Զուլվի Աստծո հետ, մեկանա Աստծո հետ, Աստված ապրի այդ մարդի մեջ։ Սպասել Աստծուն, որ Աստված քո կյանքն ապրի քո մեջ։ Տեսեք, ես մարդը սպասում եմ։ Սպասելով սպասում է Տիրոջը։ Մարդի չի սպասում։ Ես հիշում եմ, գնում եմ մեր գյուղը ձմեռված հրտերին, այդ մի դաշտերի չոլերի մեջ, որ իմ ողբը, իմ արցունքը մարդ չլսեր, չասեն գժվել է։ Ողբում ասում է Տեր, այս մարմինը մերցրա, այնպիսի մարմին սարքի, որ մեղքի չցանկանա։ Այդ ողբը ես անում էի։ Ամեն օր 2 տարի աչքիս արցունքը չի չորացել։ Եղբայրներ քուրեր, հոգևոր դառնալու համար պետք է սպասել Աստծուն։ Այս ողբը ես արել եմ։ Ուզում եմ, որ դու էլ անես, դու էլ ազատվես, դու էլ կյանք ունենաս։ Տեսեք ինչ ասում Սուրբ Գիրքը։ Ծռեցավ ինձ, լսեց իմ աղաղակս։ Ով անկեղծ աղոթի Աստված չլսի նրան։ Ով ատես մարդ։ Սուրբ Գրքում ցույց տվեք մի մարդ, որ անկեղծ աղոթել Աստված չի լսե իրան։ Նա եկել է լսելու քո աղոթքը, եկել է ընդունելու քեզ։ Ինչպիսի վիճակ ուզում ես ունեցի, տես ինչպիսի վիճակի մեջ կարող ալնես դու կամ ես, այսպիսի վիճակի մեջ կարող մենք լնենք, աղաղակենք Աստծուն։ Բայց դու շատ հոմաների հետ շնություն արիր։ Պավել, եթե դու շատ հոմաների հետ շնություն թե հոգեպես թե մարմնապես, նորեն ինձի դարձիր ասում է Տերը։ Եթե նա սպասում է ինձ, որ ես արցունքով աղաչեմ, պալատեմ, որ նա լսի իմ աղաղակս։ Անկեղծ մարդի աղաղակը լսում Աստված, իսկ կեղծավորին չի լսում։ Կեղծավորը չի լսի, չի հասկանա։ Ես էդի փորձել եմ 54 տարի, ինչ ռանգի մարդ ասել եմ, տեսել եմ։ Ով որ արցունք հատապում ուսի ոտերի վրա, ով որ ողբում է ուսի ոտերի վրա, արցունքով ցարի ցնծությամբ կնձես միլիոն % ճշմարտություն ասա։ Եվ կարդում ենք Սուրբ Գիրքը։ Ծռեցավ, լսեց իմ աղաղակը, զիս կորսյան փոսից, տղմալից էսկավից հանեց։ Ազատագրումը քեզնից։ Տղմալից Տիրոջ սպասիր։ Նա կարող է քեզ ազատել։ Կարող է։ Մի մտածի, որ չի կարող։ Նա կարող է խաչել քեզ աշխարհի համար, քեզ էլ աշխարհի համար, հին մարդել, ամեն ինչ խաչել է, միայն կանչիր, նա այդ տղմալից կավից կազատի քեզ։ Խոսումը կա ամեն եւ այո։ Կարդամ մի համար այս ուղությամբ, նոր ուխտից էլ կարդամ մի համար այս ուղությամբ, որ եղբայրներ քուրեր, սա Աստծո խոսքը կենթանի է ու ճշմարիտ է, նայեք ինչ ասում։ Աստծո խոստումն է։ Ամեն տեսակ գեշ բաներեն ետ կեցեք։ Եթե մի մազաչափ զգում ես գեշա հետ հեռու մնա, ինչ ուզում ալնի։ Ամեն տեսակ գեշ բաներեն ետ կնա։ Տես ինչ է խոստանում Աստված։ Եվ խաղաղության Աստվածը ձեզ բոլորովին սուրբ անե, ձեր բոլոր հոգին, շունչը, մարմինը անարատ պահվի, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալու ատենը հավատարիմ ան, որ ձեզ կանչեց ու պիտի կատարե ալ։ Կարող է թե չէ։ Իսկ դու խաղ ես անում այդ կերպաների հետ։ Ինչա մի քիչ թոշակ տան, ստից թղթեր ես ասավորում։ Տղայիդ վերցում ես փախնում ես ուրիշ երկիր։ Կամ կաշառք ես տալիս։ Այնքան կերպաներ կան։ Ամեն տեսակ կերպաներից հեռու մնա։ Հեռու մնա։ Եվ աղոթ կարա, որ Աստված քեզ տղմալից կավից ազատի,
ոտքերս վեմի վրա մնացուց, քայլվածքս հաստատեց, եւ բերանս դրավ նոր երկ, մեր Աստծու գոհությունը շատերը տեսնեն ու պիտի վախենան։ Այս երգը բխել այն ներսից։ Ես ուղղակի մերգու քարյակ ասեմ այդ երգից։ Արեգակից ցակումից առաջ Քրիստոս կյանքի արեգակն է ցակել իմ մեջ, ալելույա։ Ամեն, ամեն։ Փարթիրոջը սա բխեց իմ ներսից։ Եղբայրներ քուրեր։ Այն ինչ որ Աստված արել է իմ կյանքում, ես հետ եմ քարոզում։ Ես հասկանում եմ, պետք է ամեն օր խաչվեմ։ Ամեն օր։ Հետաքրքիր է, երբ Աստված բարձրանում իմ ու քո մեջ։ Հրտնա երբ է բարձրանում։ Եսայի մարգարության մեջ, երկրորդ գլխում, մարդու ամբարտավան աչքերը պիտի խոնարհին, մարդկոց հպարտությունը պիտի ցածրնա, դա 40 Սաղմոսի 1-ից 4 համարներ էր, 40 Սաղմոսի։ Մարդու ամբարտավան աչքերը պիտի խոնարհին, մարդոց հպարտությունը ցածրնա, ու այն օրը միայն Տերը պիտի բարձրանա։ Եվ այս երկու համարն էլ դա, Եսայի 2:11 եւ 10 նույն մտքերն է։ Նայեք ստեղ եղբայրներ քուրեր։ Ես ամեն օր լացելով այս աղոթն անում եմ։ Տեր, ես մարդ եմ, հպարտություն կունենամ, ամբարտավանություն կունենամ։ Եթե չցածրացնես, դու չես բարձրանայի մեջ։ Ես աղաչում եմ քեզ, պաղատում եմ քեզ Հիսուս ջան, ցածրցա, միայն հետոն ես դու բարձրանում։ Ուրիշ օր Հիսուս չի բարձրանում։ Այս ողբը, որ դու ամեն օր անես, Աստված կձևավորվի քո մեջ Քրիստոս։ Քրիստոս կյանքը կձևավորվի քո մեջ, թե չի ձևավորվի։ Եթե հոբի նման աղոթես, այս աղոթ կանես դու, հոբի նման, նայեք ինչ է գրած։ Ես քո վրայով ականջերով լսել եմ, բայց իմ աչքերս են տեսնում քեզ։ Անոր համար իմ անձս արհամարում եմ, հողի մոխրի վրա զղջում եմ։ Այս աղոթքից հետո Հոբը 140 տարի տրտմություն չտեսավ։ Օրհնություն տեսավ միայն։ Այս աղոթքը միշտ արել ավելի խորը ձևով։ Ես էլ եմ այս աղոթն անում։ Տեր Հիսուս, իմ աչքերը լուսավորի, որ քեզ տենամ, իմ անձը արհամարել սովորեմ, հողի մոխրի զղջալ սովորեմ։ Այս ողջ ամեն օր անում եմ ես։ Պողոսի նման, Պողոսը շատ զորավոր հոգևոր մարդ էր, բայց տեսեք այս մարդի աղոթքը ինչի մեջ է։ Ինչ աղոթք անում Տիրոջը, ինչպիսի խնդրվածք ունի Տիրոջը։ Երկրորդ Կորինթացիս 4-րդ գլխում դες ինչ է գրել։ Ամեն ատեն Հիսուսի մահը մեր մարմնի մեջ կկրենք, որ Հիսուսի կյանքը մեր մարմնի մեջ հայտնվի։ Վանզի մենք որ կենթանի ենք, Հիսուսի համար միշտ մահվան կմատնվենք, որպեսզի կյանքը մեր մահկանոցում մարմնի մեջ հայտնի լա։ Ուստի մահը մեր մեջ կներգործե, կյանքը ձեր մեջ։ Եղբայրներ քուրեր։ Եթե Պողոսի նման մարդը ամեն ատեն խաչվելու, մեռնելու, եւ ինքը ասում ամեն օր ես մեռնում եմ։ Ամեն օր այս մարդը մեռնում էր։ Նայեք գրված է գրքի մեջ։ Ամեն օր մեռնում էր այս մարդը։ Ֆիզիկապես չէր մեռնում, հոգեպես։ Վկակ բերեմ այն պարծանքը զոր ձևլա ունեմ Քրիստոսու դերոշմով, որ ես ամեն օր կմեռնիմ։ Ամեն օր մեռնում էր։ Ամեն օր խաչվում էր, որ Հիսուս կյանքը ապրինքը։ Նա հասկանում էր ինչի համար է խաչվում։ Խաչվում է, որ հին մարդի ջրերից չխմի։ Խմի կյանքի ջրից։ Սուրբ հոգով լցվի, Սուրբ հոգով ապրի, Սուրբ հոգով քայլի։
Տերը թող օգնի մեզ այս ճշմարտությունը խորանանք մենք։ Այս ճշմարտությունները մեզ համար է եղբայրներ քուրեր։ Եթե մենք ուզում ենք երկին գնալ, ճանաչենք նրա սերը եւ ճանաչենք, որ աշխարհը ամենավատ մարդն է։ Ես նորից եմ ասում, 104 տարեկան տատիկ կար, այս քարոզը չէր լսի, ոչ էլ այս քարոզից գաղափար ուներ, բայց այս բանը բացվել էր իրան։ Ես որ տկանում եթում այդ 104 տարեկան տատիկի մոտ, աղոթում էր, այցելվում էր, զորանում էր, նորից տկանում, նորից իրա մոտ է եթում։ Մի օր սենց արի, ասի, նոյեմ տատի ասի, տենաս քոնուման սուրբ կնիկա, վայ բալամ, աշխարհի ամենավատկինի ես եմ, վայ քեզ բան, ասի եկա կնիկ խի ասուտ խոսում։ 6 տարի լացելու սոմպայելուց հետո նոր հասկացա նոյեմ տատիկն ինչ ասում։ Այսօր մարդիկ կան, իրանց թվում է մերկու անգամ լացան աղոթեցին, հարցերը կլուծվի։ Սպասելով սպասի Տիրոջը, մի օր չի սպասի, կարող 2 օր չի սպասի։ Մեր վերեջ եղբայրը 10 տարի է սպասել։ 10 տարի ողբեր է ապրել։ Նայած ինչքան ես աճեցրել քո հին մարդը, նայած ինչքան ես զուգտել հին մարդին, նայած ինչքան ես ջուրտվել նրան, ինչքան ես աճեցրել նրան։ Այդքան ողջ պետք է անես։ Մենք եղբայրներ, մենք գործ ունենք վիշա բնության հետ։ Մեր մեծ վիշա բնություն կա։ Իժի թույն կա, իժի թույն որ կա մարդի մեջ, այդ իժնով այդ վիշապն է։ Վիշա բնություն ունենք մենք։ Մենք պիղծ էակներ ենք առանց Քրիստոսի, արդար չկա, մեկն էլ չկա, ամենն էլ սուտ են, գրված է գրքի մեջ, եղբայրներ քուրեր, մենք պետք է, և Սուրբ Հոգին բացում է, Պավել դու ստության մայրաքաղաք ես, ոչ թե միան սուտ ես, բացել է եսի, որ հասկանանք, բացի Հիսուսից, բացի իրանից, Սուրբ, նա ապրի քո մեջ, որ Սուրբն ես, իր սրբությունն է քո սրբությունը, իր արդարությունն է քո արդարությունը, դու արդարություն մի սարքի, որ նա ապրի քո մեջ, նա քո սրբությունն է, քո արդարությունը, ամեն ինչը քոնն է, գրված է գրքի մեջ, կարդամ լսի, Իսկ դուք անկե Քրիստոսով մեզի ասում է իմաստություն, արդարություն, սրբություն, փրկություն եղավ։ Հիսուսից է բոլոր սրբություն, արդարություն, մաքրություն, սրբություն, բոլոր իրանից է։ Իրանից է գալ այդ կյանքը։ Ճուղը, խավողի ճուղը, իրան սուրբ չի կարա սարքի պտուղ չի կարա, պետք է արմատից օգտվի։ Պետք է հաստատվի Քրիստոսի վրա, Քրիստոսն է իր վրա, որ պտուղ բերի։ Տենց է գրած գրքի մեջ, Հովանի 15-ի 5-րդ խոսքում, եղբայրներ քուրեր։ Մենք փոխանակ հաստատվենք Քրիստոսի վրա, Քրիստոս մեր վրա, որ պտուղ տանք։ Մենք առանց Քրիստոսի ոչինչ չենք կարող անել։ Նա է արողը։ Սաղմոսների մեջ նայեք, ամեն ինչի մեջ նայեք, տեսեք ինչ է գրած։ Քո խոսքերը թաքցրի իմ սրտում, որ չմեղանչեմ քո առաջ։ Աստծո խոսքը կրակա, մտնում է քո մեջ։ Տեսեք, սա պատկերացրեք մի հատ սառույցի մեծ կտոր է, սառույցի մեծ կտոր է։ Գցենք զորավոր կրակի մեջ, մեկ ջետոք դառնա ջուր։ Մեկ ջետոք դառնա գոլորշի, գոլորշին վրա մնա կրակի միայն։ Աստծո խոսքը կրակա, մտավ քո մեջ, սրսկես քո մեջ, բոլոր կուրքեր ու պղծուները կմաքրի, Եզեկել 36-27 խոսքերը, ձեր ամաքուր ջուր սրսկեմ, ձեր բոլոր պղծուները, ձեր բոլոր կուրքերից ձեզ մաքրեմ, և սուրբ սիր ստեղծեմ ձեր մեջ, ուղիղ հոգին օրոքեմ, և իմ հոգին էլ դնեմ ձեր մեջ, որ իմ օրենքների մեջ քայլեք ու պատվիրանեք, ինքը պետք է ապրի քո մեջ, ես ու դու պետք է խաչվենք, ես ու դու պետք է չխանգարենք իրան, ինքը խաչել է այդ հին մարդին, խաչել է մեզ, որ մեր մեջ ապրի միայն Հիսուս Քրիստոսը, ալելույա, փառավորվի նրա անունը,
Փառավորեք նրան։ Եղբայրներ քուրեր, ով բացեց Պողոսին, որ նա խղճալի մարդ է, պատվիրանը, այդ ճշմարտությունը պատվիրանը բացեց իրան, պատվիրանը բարություն արեց, բացեց դու մարմնավոր ես, մեղքի տակ ծախված, քո մեջ մի գրամ բարություն չկա, քեզ իշխում է մեղքի մահվան օրենքը, դու հավիտենական մահնաթակավորում քո մեջ, Նորույթ 3-րդ գլխում ասում է կյանքի հոգին օրենքը զիս ազատեց մեղքի մահվան օրենքից։ Փառք Տիրոջը, փառք Տիրոջը, փառք Հիսուսին։ Սպասելով, սպասեք Տիրոջը, մարդկանց մի սպասեք։ Եվ Տերը ձեր արցունքը կլսի։ Ես խորը համոզված եմ, եղբայրներ քուրեր, որտեղ այդ կյանքը ապրել եմ ես, ողբ եմ արել, չհասկանալով, թե հասկանալով, գնում է չոլերը, ողբում էի գիշերցրեք, ասում է Աստված ջան, ուզում եմ դու ապրես իմ մեջ, ես չեմ հասկանում, ոնց անեմ, չեմ հասկանում, սպասելով սպասիր Տիրոջը, նա կլսի քո աղաղակը, նա կենդանի այստեղ, նա երեք այսօր հավիտյան նույնը, նա չի փոխվել երբեք, նրա աղոթք բարձրացնենք իրան, աղաչանք բարձրացնենք իրան, ողջ բարձրացնենք իրան, արցունքով ցանենք, ցնծությամբ կհնձենք, թե չէ։ Եղավ սիրեներ, կանգնենք աղոթքի։